հարց համար 35 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի համար 1176 L որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Համեցեք, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Հանրապետության վարչապետը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական է տվել, որպեսզի մեր սպառողներին, մեր բնակչությանը որակյալ եւ անվտանգ մսամթերք մատակարարելու համար ապահովել այնպիսի իրավիճակ եւ այնպես կազմակերպել, որպեսզի խրախուսվի սպանդանոցային սպանդը եւ մեր բնակչությունը, ֆերմերային տնտեսությունները, գյուղաբնակ մեր քաղաքացիները, որոնք որ զբաղվում են անասնապահությամբ, անասունների սպանդը իրականացնեն սպանդանոցների միջոցով։ Եվ այստեղ հանձնարարականի էությունն այն էր, որ ոչ միայն կոնկրետ գործողություններ դրա միջոցով արվեն, այլ նաև մշակվեն մոտիվացիոն մեխանիզմներ եւ սպանդանոցային տնտեսությունների համար եւ բնակչության համար, ֆերմերների համար, որպեսզի իրենք կարողանան դա կազմակերպել։ Նշեմ, որ հանձնարարականի կատարումն ապահովելու համար ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ նաև այցելություն է կատարվել գործընկերների հետ Ավստրիա եւ ավստրիական փորձն է ուսումնասիրվել, ավաստանապես 90-ականների սկզբի ավստրիական փորձը եւ այդ փորձը բերել ենք եւ տեղայնացրել ենք Հայաստանում։ Իրենք նույնպես, ավստրիացիները նույնպես այս նույն խնդրեմը ունեցել են, երբ որ անցել են սպանդանոցային մորթին, այսինքն առանց լրացուցիչ մոտիվացիոն համակարգի խնդիրը տեղից շատ դանդաղ է առաջ գնացել եւ այնուամենայնիվ բավականին երկար ժամանակ դեռևս այնտեղ էլ մորթը չի իրականացվել սպանդանոցային եղանակով եւ տարբեր գործիքներ։ Պապան կներեք էլի, ընդհատել ամբողջ դահլիճը ժպտում է, որովհետեւ բոլորս հիշել ենք մենք ենք եւ Ավստրիան արտահայտությունը։ Եվ դրա համար եմ բոլորը ժպտում, այլ բան չմտածեք։ Այստեղ էլ էինք նույնը փաստորեն։ Եվ ինչ են իրենք արել այդ խնդիրը լուծելու համար, ինչ որ ժամանակ մասնակի բավականին մեծ չափով սուբսիդավորել են սպանդանոցային մորթը ֆերմերի համար, գյուղաբնակ քաղաքացու համար։ Եվ մենք այս նույն ծրագիրը կիրառել ենք Հայաստանում եւ առաջարկում ենք կիրառել Հայաստանում, մասնավորապես տարբեր գնահարցումներ ու ուսումնասիրություններ ենք արել եւ որոշել ենք, որ պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերուկ կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից սահմանված վճարի չափով, բայց ոչ ավել քան 10,000 դրամ, օրինակ եթե 8,000 դրամ է, մենք 8 կվճարենք, 10, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000-ը, 1,000 դրամը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազված յուրաքանչյուր խոշոր եղջերուկ կենդանու դեպքում արդեն 15,000 դրամ, որտեղ բրուցելոզով հիվանդ անասունների մորթը ունի առանձնահատկություններ, բարդություններ եւ դրա համար պետք է լրացուցիչ մոտիվացիա եւ խթան տրամադրենք։ Նշեմ, որ մի փոքր նշեմ, թե ինչպես է ծրագիրը իրականացվելու, որպեսզի նաև մեզ հետևող քաղաքացիները դրա մասին տեղեկանան։ Նախ եւ առաջ առաջին քայլը սպանդանոցներին է վերաբերվում։ Մենք նախ նշեմ, որ մենք ունենք բավականին շատ սպանդանոցներ եւ մենք արդեն մեր գեոպորտալում բոլորը արտատպել ենք, պարոն վարչապետ, ու հետաքրքիր գույներ ենք դրել, կարմիր եւ կանաչ, այսինքն կարմիրները նրանք են, որոնք որ սպանդանոցը կա, բայց չի աշխատում, կարելի է ասել, пассив է։ Եվ ցավոք սրտի այդ սպանդանոցները մեծամասնությունն է, 70% եւ ավելի։ Այսինքն մենք ունենք սպանդանոցներ, որոնք ուղղակի չեն աշխատում, որովհետեւ մարդիկ չկան, որոնք որ տանեն, որ սպանդանոցում մորթ է։ Այսինքն անասունների մորթը իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում եւ կարծում ենք, որ այս ծրագիրը նաեւ կօգնի այդ ներդրումների արդարանալուն, այսինքն սպանդանոցները պիտի ենթադրաբար վերաբացվեն։ Ինչ պետքա անի սպանդանոցի սեփականատերը, ինքը դիմում է իր համայնք, ընդ որում եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, այնտեղ պատրաստի կա արդեն ֆորման, լրացնում է էլեկտրոնային ստորագրությունը, ստորագրում է եւ համայնքը եւ էկոնոմիկայի նախարարությունը եւս ավտոմատ այդ ստորագրությունները դնում են, մենք համաձայնագիր ենք իրենք կնքում։ Եթե չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի արդեն տպի, լրացնի, սկանանի, ուղարկի մեյլով։
այսինքն ամեն դեպքում համայնքապետարան գնալու կամ նախարարություն գալու կարիք չկա, բայց եթե էլեկտրոնային ստորագրություն ունի, շատ ավելի արագ է process-ը իրականանում, որից հետո արդեն դա այնտեղ բոլոր պայմանները գրված է, ինչ պետք է ինքը անի, բազմաթիվ տարբեր իրավիճակներ կան, որոնք որ նկարագրված են։ Այդ պարագայում, երբ որ մեր քաղաքացիները օրինակ պետքա տանեն մորթը իրականացնելու եւ ենթադրեն գինը 10,000 դրամ է, արդեն դա նշանակում է, որ վճարման կարիք չկա, պետությունը ամբողջովին վճարում է քաղաքացուն սպանդանոցային ծառայության գինը եւ նաեւ նշեմ, որ շատ կարեւոր մենք համաձայնագրում շատ կարեւոր կետ ենք սահմանել, որ մորթից հետո ենթամթերքները պետք է վերադարձվեն բնակչին, այսինքն դա այն տրամաբանությունն է, որը գործում է սովորական սպանդանոցային ծառայությունների դեպքում, այսինքն ինքը միայն սպանդանոցային ծառայություն եւ հետագա գործընթացների ապահովումն է իրականացնում եւ ուզում եմ հիշեցնել նաեւ որ մենք եւս մեկ լայացիչ դերևս անցած տարի օգոստոսի 1-ին պարոն վարչապետ եւս մեկ կարեւոր որոշում էինք ընդունել, այն է սպանդանոցների համար ավելացված արժեքի հարկի 75%-ը փոխհատուցում ենք։ Սա ինչով է կարևոր, որովհետև մեծ ծավալների դեպքում սպանդանոցները ավտոմատ ինչ որ փուլում կհայտնվեն ավելացած արժեքի հարկում եւ սպանդանոցային մորթի արդյունքում առաջացած մսի գինը կստացվի, որ մոտավորապես 15%-ով ավելի, այո, 15%-ով ավելի թանկ կլինի, քան ոչ սպանդանոցայինը եւ մենք այդ խնդիրն էլ ենք լուծել, իրենք եւ հիմա էլ մենք ունենք դիմումներ, կազմակերպություններ օգտվում են, իրենք դիմում են մեզ, մենք փոխհատուցում ենք իրենց այդ ավելացված արժեքի հարկի այդ 75%-ը եւ այս առումով էլ կարծում եմ սա նաեւ լավ է այնքանով որ սպանդանոցներն էլ չունեն մոտիվացիա չներգրավելու այստեղ եւ սպանդանոցային մսի գինը կլինի նույնը ինչ որ ոչ սպանդանոցայինը եւ բնականաբար ապահովված կլինի անվտանգության մասը, որը շատ կարեւոր է մեր բնակչության համար եւ այնտեղ նաեւ ոչ միայն մեր բնակչության, որովհետեւ մեր երկրի գրավչությունը ընդհանուր առմամբ կնվազի, եթե օրինակ մեր երկրի բոլոր այցելողները իմանան, որ ոչ բոլոր մսերմթերքն մեր երկրում օրինակ սպանդանոցային մորթում տեղի չի ունենում։ Շատ լավ, պարոն Պապյան, շնորհակալ եմ։ Դուք հիշատակեցիք ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդիրը, եւ ես ուզում եմ մեզ հիշեցնել, որ մենք այդ որոշումը կայացրեցինք Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում ֆերմերային տնտեսություն այցելելով եւ տեղում խնդիրները երբ որ մեզ ներկայացվեցին, որովհետեւ գործարարը տնտեսվարողը մեզ ասում էր, որ շատ ավելի ճիշտ է ոչ թե ուղղակի սպանդանոցային համակարգը, այլ ճիշտ է, որ գլխականակը նման տնտեսությունները հավաքեն, որ ժամանակը բտման դնեն, որպեսզի կենթանիները ավելի արդյունավետ մսատվությունը շատանա եւ այդտեղ ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդրեմը ավելի էր սրվում եւ մենք եկանք այդ այցից հետո էլի կայացրինք այս որոշումը։ Այս որոշումը, որը կայացնում ենք, էլի ուզում եմ հիշեցնել, որ ես չնախատեսված այց ունեցա, այսինքն ճանապարհին ուղակի թեքվեցինք, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղ մտանք եւ այնտեղ գյուղամիջում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում հետո ես ձեզ կամ գրեցի կամ զանգեցի, հանձնարարեցի, որ անպայման գաք, որովհետեւ մարդկանց ասածը շատ տրամաբանական էր թվում եւ այդտեղ խնդիրը այս որոշումն էլ այդ այցելության արդյունք է եւ հիմա ստացվում է, որ մենք սպանդի գումարը այս որոշմամբ հիմա ամբողջությամբ դա ստացվում, թե մասամբ փոխհատուցում ենք եւ տալիս ենք սպանդանոցին եւ ոչ թե խոշոր եղջերավոր անասունի տիրոջը եւ այս դեպքում խոսքը միայն խոշոր եղջերավոր անասունի մասին է։ Այսինքն նկատի ունեմ 10,000 դրամ, չէ՞, 10,000 դրամ մենք ում ենք տալիս եւ ինչի համար ենք տալիս եւ որ դեպքում ենք տալիս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, նախ 10,000 դրամը հիմնավորեմ ինչու։ Գրեթե բոլոր սպանդանոցներին հարցում ենք արել, գները 8-ից 12-13,000 դրամի սահմաններում էին տատանվում, կախված է հեռավորություն եւ այլ հանգամանքներից, որոշեցինք միջինացված գին դնենք 10,000 դրամ։ Հիմա կներեք որպեսզի ճիշտ լինի։ Հիմա մենք երբ որ գնում ենք գյուղեր, գյուղացիների հետ խոսում ենք, ասում ենք սիրելիներս պետք է սպանդանոցում վաճառել եւ այլն,
Իրանք երբ որ ասում են մթոմ շատ կարողանում ենք միսը վաճառել, մի հատ էլ պետք է տանենք 10000 դրամ տանք մորթելու համար։ Հիմա որ ես գնում եմ գյուղեր, կարամ վստահ ասեմ, Ժորժ ջան, հիմա այդ 10000 դրամը կառավարությունն է տալիս։ Այո, կարող ենք ասել։ Ու էդ էլ ընդունելով որ կարող է մի դեպքում ելնի 11000 դրամ, դե ինչ անենք, հիմա մենք չենք կարող ամեն այսքանը տալիս ենք, եթե 1000 դրամ է եւ այլն եւ այլն։ Այսինքն վստահ այդ կարող ենք ասել։ Վստահ ենք եւ մի շատ կարեւոր ձեր վերջին հարցադրումը ինձ հիշեցեց մի կարեւոր կետ, որի մասին ուզում եմ նշել։ Մենք համաձայնագրում նշում ենք, որ այս ծրագրի գործողության ընթացքում սպանդանոցը պետք է ֆիքսված գնով ծառայություն մատուցի։ Օրինակ, եթե սպանդանոցը ասում է այս մատուցում եմ 11000 դրամով, ինքը չի կարող նոյեմբեր ամսին դարձնել 12000 դրամ։ Ուրեմն ծրագրից դուրս է մնում։ Ֆիքսեցինք, որ 11000։ Ներողություն այդ համաձայնագրի կողմերը ովքեր են, մեկը ակնհայտ սպանդանոցն է, մյուսը Համայնքը էկոնոմիկայի նախարարություն։ Երրակոմ, Այո։ Համայնքի դերը որն է ստեղ։ Համայնքը ինքը ընթացիկ մոնիտորինգ է իրականացնում եւ դրա համար մենք իրեն 3% դրացիչ ծառայության վճար ենք տալիս։ Համայնքի։ Այո։ Մեր համայնքներին դրա համար վճարելու ենք։ Այո։ Եվ ինքը իրականացնում է ընթացիկ մոնիտորինգը, ուղարկում է մեզ, մենք այդ մոնիտորինգի հիման վրա վճարումներն իրականացնում ենք։ Հաջորդ հարցը, ո՞նց ենք մենք հավաստիանալու, որ այդ խոշոր եղջերավորանասունը իրոք մորթվել է։ Եվ դա մեր այդ դրոշմավորման ծրագիրն է մեզ գալի օգնում, այսինքն թիվը տեսանք, թիվը հանեցինք շրջանառությունից, այսինքն թվով են կողմնորոշվել, ուրիշ ինդիկատոր մենք չենք ունի։ Ուրիշ ինդիկատոր չկա, կա անասուն, որը ունի իր ականջապիտակը։ Այդ ականջապիտակը, նախ պետք է այդ ականջապիտակը երևա, որ այդ պահին այդ անասունը մինչև այդ եղել է, դրանից հետո դուրս եկավ, այսինքն գնաց մորթ եւ իր ականջապիտակն էլա գալիս։ Երկրորդը անդորագրի պահն է, շատ կարեւոր։ Ինքը մեզ տվել է հայտարարություն, որ 11000 դրամով է անում եւ մենք համաձայնվել ենք։ Եվ ինքը ցույց է տալիս, որ ես այս մարդուց վերցրել եմ օրինակ 1000 դրամ։ Ուրեմն դա նշանակում է մեկ անասուն, մեկ ականջապիտակ, 1000 դրամի կտրոն, եւ մենք այդ մարդուն պետք է փոխանցենք, այո, եւս 10000 դրամ, որովհետեւ իր ծառայության արժեքը 11000 դրամ էր։ Դե տեսեք, հարգելի գործընկերներ, հիմա զուտ նախագծման փուլում, հիմա շրջանը ըստ էության կարա փակվի։ Բայց ելի ուզում եմ հիշեցնեմ, որ 2018 թվականից սկսած այս սպանդանոցների թեման քննարկվում է։ Սկզբից հետաձգում, լավ մի հատ էլ հետաձգում, հետո էլի ասցինք, որ չէ, էլ չի լինի հետաձգել, չհետաձգեցինք ծրագրեր, բայց էլի չաշխատեց, էլի բարեփոխումը գնաց, իր խնդրին հանդիպեց։ Զուգահեռաբար 2023 թվականին մենք էլի մի քանի փորձից հետո դրոշմավորման ծրագիրը իրականացրինք եւ հիմա այս բարեփոխումը կարեւոր է, որ երկու բարեփոխումները գան հանդիպեն իրար եւ մենք ունենանք այն արդյունքը, որովհետեւ հիմա մյուս պայմաններ մենք դրոշմավորել ենք գլխականակը, բայց հիմա մենք չենք տեսնում, որ անասունը մորթվեց, որը չմորթվեց։ Եվ հիմա մյուս կողմից էլ հիմա այդ բարեփոխումը այստեղ կոնկրետ իր նպատակին ծառայելու է, որովհետև կա դրոշմավորված թիվ, չնայած նախկինի հետ կապված պետք է ուշադիր լինել, մի քիչ տեղ մնում է, բայց ոչինչ, գլոբալ հարցը լուծելու համար կարելի է գնալ եւ այդ ճանապարհով այսինքն կարող է հիմի հետին թվով մորթեր լինեն սպանդանոցներում, բայց դա էլ է արդյունք, որ գոնե դրոշմապիտակները շրջանառությունից դուրս կգան։ Հիմա մենք որ գնանք հատ ստուգենք դրոշմապիտակները հավաքենք, հաստատ ավելի շատ փող ենք ծախսելու, քան այս մեխանիզմը գործարկելու դեպքում։ Հենց որ անկեղծ ասեմ, շատ լավ է հնչում, հույս ունեմ պրակտիկայում էլ այդքան լավ տեղի կունենա, ինչքան հնչումը, համեցեք։ Բավարարչապետ շատ կարևոր դիտարկում եք անում, այդտեղ նշեմ, որ իրականում խնդիր կար, որովհետև դասական տրամաբանությամբ պետք է ականջապիտակը դուրս գրվի սպանդանոցում, մենք դա քանի որ չէինք կարող անել, որտեղ ընդամենը 16%-ն է մեր մորթի տեղի ունեցել սպանդանոցում 24 թվականին, որում դա լավ ցուցանիշ է, մեր ամենալավ ցուցանիշն է եղել երբևէ, բայց այստեղ մի հարց կա, որ լուծվել է նախկինում բավականին զուգահեռաբար, երբ որ մենք ունենք ականջապիտակի թիվ եւ համայնքներից վիճակագրություն, թե քանի անասուն ունենք Հայաստանում,
թվերը շատ քիչ տարբերություն են տվել, որովհետև անասնաբուժները, երբ որ մտնում են այնտեղ, տեսնում են օրինակ 10 կով կա ականջապիտակով, բայց 6 կով է գոմում, իրանք 4-ին հանել են։ Անասնաբուժները հենց տեղում իրանք ունեն պլանշետ, իրանք այդ պլանշետով կարողանում են հանել։ Բայց ես նկատի ունեմ, բա պիտակը ուր է իրանց։ Այդ պակասող անասունների պիտակները, ականջապիտակները ուր են։ Ականջապիտակները չեմ կարող ասել որտեղ են, բայց բացակայությունը ֆիքսված է։ Պարոն Պապոյան, ես ձեզ որոշում ուժի մեծ մտնի, 2 ամսով կհավաքվենք, կտեսնենք այդ։ Բոլորը ի հայտ կգան, բայց էլի ես առաջարկում եմ դրա վրա շատ չկենտրոնանալ։ Շատ լավ։ Համեցեք բան։ Ես կարծում եմ հաջորդ փուլի մի հատ կարևոր խնդիր ունենք, որը պետք է լուծենք, հակառակ դեպքում այս լուծումը իմաստ չի ունենա, որովհետև իր լոգիստիկան էլ է շատ պրոբլեմատիկ հարց։ Մենք նախորդ անգամները քննարկում ենք, որովհետև եթե միսը էլի տրադիցիոն մենք այդ բանի հիգիենան պահում ենք ստանդարտը մորթի, բայց հետո ինքը էլի հայտնվում է Opel չասեմ, գազելի բագաժնիկում ու գալիս է խանութ, այդ ամբողջ իմաստը այդ սպանդանոցի կորում է։ Այսինքն ինքը մենք մտածում ենք ոնց անենք, որ իր ամբողջ շղթայով այդ ստանդարտը պահենք, էլի։ Պարոն Գրիգորյան, էդ էլ բանա, էլի այո, էլի որի որ տանք, այդ ստանդարտները դրել ենք, բայց էլի եմ ասում, հետևողականություն։ Մենք մեկ Ժորժ ջան, մի որոշմամբ Տեսեր չի ուզում բանը նիստը երկար տևի, բայց ախր խնդիրը գիտեք ինչն է, որ մեր որոշումները այն որ մենք հետևողական անում ենք, պետքա դառնան իրանք մարմնի հիշողություն, ձեռքբերովի ռեֆլեքս պետքա դառնան։ Իսկ որպեսզի մի ինչ որ բան դառնա ձեռքբերովի ռեֆլեքս, պետքա այդ հին ձեռքբերովի ռեֆլեքսը հաղթահարվի։ Իսկ դրա ձևը անընդհատ հետևողական գնալն է այդ թեմայի հետևից։ Մենք մեկը ասում եմ մի որոշման չենք լուծելու, եկել ենք, այս կետին հասել ենք, շատ լավ գնանք, էդ էլ զուգահեռ մի հատ էլ նայենք, այդ որոշումների մեջ ամեն ինչ ճիշտ է, թե ամեն ինչ այդքան էլ ճիշտ չի։ Հետո մեր տեսչական այդ գործառույթները եւ այլն հնդածս պետքա ուժեղացնենք, բայց ի վերջո մեր բոլորի նպատակը ինչ է, որ դա մարդկանց համար դառնա այնքան սովորական, որ ասենք դա լինի ոչ թե անհնար, այլ հնարավոր չլինի ինքը, որովհետև այդ տրամաբանությունը զարգանա։ Բայց այո, այդ որոշումները կայացրել ենք, չէ՞, նախկինում, տեղափոխման հետ։ Ես հիշում եմ նույնիսկ սպանդանոցներ են գնացել, որտեղ մեքենաները ցույց են տվել ինձ, ես էլ տենց բացել եմ եւ համոզվել եմ, որ այդ մեքենան ոչ մի անգամ օգտագործված չի։ Ինչպես այսօր շատ տեղերում գնում ենք եւ շատ տեղեր, շատ բաներ տեսնում ենք, որ ոչ մի անգամ օգտագործված չի, չնայած մի տարի առաջ կամ ստեղծվել է, կամ որոշումը կայացվել է, բայց ելի եմ ասում, պետք չի սրա վրա շատ կենտրոնանալ։ Լուծումը մեկն է՝ գնալ որոշումը կայացնել, հետևից գնալ, ստուգել, հետ գալ, նորից այնքան լավարկել, որ ինքը ու գնալ, որպես դառնա ռեֆլեքս, դառնա ձեռքբերովի նոր ձեռքբերովի ռեֆլեքս։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։